Իմ սիրելի առյուծներ, ողջույն, այսօր հուլիսի 19-ն է իմ օրացույցով Նեպտունի օրը, ձեզ բաժին ընկավ Նեպտունը և դա շատ նորմալ է, շատ ճիշտ է, իմ մոտ համընկնումները պատահական չեն լինում, որտև հիմա ես ձեզ կներկայացնեմ օգոստոս ամսվա համար կանխատեսումը, իսկ օգոստոսին ձեր նշանում տեղի ունենալու արևի ամբողջական խավարումը, դե խավարումը բնականաբար տեսեք Մերկուրին էլ մտնելու է ձեր նշան և օգոստոսի 9-ին իսկ 12-ին արդեն կլինի խավարում է, այնպես որ ուշադիր եղեք, այստեղ միտքը խավարում է, այստեղ կարող են լինել հանդիպումներ, պայմանավորվածություններ, ինֆորմացիա, որը գիտեք, շփոթություն կարող է առաջացնել, խաբեություն կարող է լինել, այնպես որ ուշադիր եղեք և ինչպես ասում են 10 չափեք, 1 ձևեք, այս խորհուրդը կարող եմ տալ, որտեղ սա արևի ոչ լավ խավարումն է, որ տեղի ունենալու ձեր նշանում օգոստոսի 12-ին, այնուհետև օգոստոսի 28-ին, 12-ից 28-ը գտնվելու ենք խավարման միջանցքում, իսկ արդեն 28-ին տեղի կունենա լուսնի մասնակի խավարումը ձկան նշանում, ինչպես տեսնում եք, ձեր ֆինանսներն են, սիրելի առյուծներ, ֆինանսները, բնականաբար աշխատանքը, մեկ ու մյուսով պայմանավորված այսպիսի մենք իրավիճակ ունենք, բայց ես կարծում եմ ինչ էլ որ լինի կկարողանաք ձեր ֆինանսական հարցերը կամ աշխատանքի հարցերը, որ կանել դժվար է, կկարողանաք կարգավորել, որովհետև Մերկուրին ևս օգոստոսի 9-ին մտնելու է ձեր նշան, ինքը կհասցնի 2 անգամ փոխել ուրեմն նշանը, ձեր նշան է մտնելու մինչև 25 օգոստոսի, այնուհետև կմտնի ձեր ֆինանսների տուն, սիրելի առյուծներ և ձեզ հնարավորություն կտա, նախաձեռնողը պետք է լինեք դուք, ինչ որ հանդիպումներ կազմակերպել, ինչ որ բաներ, գաղափարներ առաջարկել, ինչու ոչ նաև ձեր ֆինանսական վիճակից ելնելով և փորձել այլ հարցեր ուրեմն կարգավորել, այսպիսի մենք տարբերակներ ունենք, Մարսը և Վեներան ևս փոխելու են իրենց նշանները, արևի մասին ավելորդ է զգուշացնել, որ ինքը փոխելու է իր նշանը, այսպիսի իրադարձություններ ունենք օգոստոս ամսին և ասեմ, որ դուք շնորհավորում եմ ձեզ, դուք ձեր երկրորդ տեղը պահպանել եք, շարժվել եք առաջ և պահպանել ձեր երկրորդ տեղը, իհարկե առաջին 4 տեղերը իրենց այդպես պահպանվել են, շատ հետաքրքիր է և հիմա սիրելի առյուծներ ես փորձեմ ձեզ ներկայացնել և այսպես առաջին հերթին մոտ 80-90%-ով սա վերաբերում է ասցենդենտով առյուծներին, այսինքն դուք կարող եք լինել ցանկացած նշան, բայց եթե ձեր ասցենդենտի նշանը, որը պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամի իմացությամբ, լինի առյուծ և սա վերաբերի ձեզ, շատերը դրա մասին չգիտեն, նայում են միայն արևի նշանով, ստանում են ինֆորմացիայի 10-20%-ը միայն ու այդպես ամբողջական իրենք չեն ունենում, մինչդեռ այդ երկուսը պետք է միացնել և իմանալ ամբողջականը և այսպես սիրելի առյուծներ, օգոստոսը փաստորեն ձեզ համար կարևորվում է այնքանով, որ նախ արևի նշանն է գտնվում, արևն է գտնվում ձեր նշանում, ինքը իր նշանում է դրանով էլ պայմանավորված, ես արդեն նշել եմ, շոքերն են, ջերմաստիճանը բավականին բարձրանում է և հուլիսի 23-ից փաստորեն մինչև օգոստոսի 23-ը պլյուս մինուս 7 օր, այնպես որ 10 օր ընդհուպ կարող է դա լինել, ջերմաստիճանը բարձր է և ինչևէ հիմա արևը ձեր նշանում է, սա մեկ դրական համարենք, որտև առյուծները նշում են իրենց ծննդյան օրերը և հաջորդ կարևոր իրադարձությունը, որ օգոստոսի 12-ին Հայաստանի ժամանակով 21:36:33 21 աստիճանում, առյուծի 21 աստիճանում տեղի ունենալու արևի ամբողջական խավարումը, դա հիմնականում վերաբերում է այն առյուծներին, ովքեր այսպես ասենք օգոստոսյան առյուծներին է ավելի շատ վերաբերում և գիտեք նորից ձեր անձնական քարտեզով դա կարող է լինել, բայց այստեղ էներգիա շատ ավելի ուժեղ կլինի
հատկապես եթե դուք 21 աստիճանում ունեք, ասենք ձեր արևն է գտնվում կամ պարզապես մոլորակներ ունեք, պլյուս մինուս 1-2-3 աստիճան, հա, եթե ունեք, դա անմիջապես ձեզ կարող է վերաբերել ավելի շատ, քան ասենք հուլիսյան առյուծներին, բայց մեծ հաշվով ես արդեն ասել եմ 4 նշաններ, որի մեջ մտնում է առյուծը, ձեզ համար ճակատագրական իրադարձություններ կարող են լինել սիրելի առյուծներ, որը հենց կոնկրետ կապված է ձեզ հետ եւ տեսեք, ես այսպեսի նոր շարք եմ մտցնում, որ կնշեմ տվյալ ամսվա խորհուրդը որն է, դա այն է, որ դուք անպայման գիտեք, հույսը չեք կարող դնել ձեզ վրա, դժվար կլինի մասնավորապես այն մարդկանց համար, որոնք ունեն, ասենք, իրենց բիզնեսը, իրենք են անում, այս դեպքում շատ դժվար է, դուք կարող եք ինչ-որ բան կորցնել, իսկ եթե համագործակցում եք կամ ցանկալի է, ասենք, տեսեք, ես ժամանակից շուտ ձեզ զգուշացնում եմ, դա մայլ ինքը կոչվում է կոնկրետ խորհուրդ, հա, որ դուք նախապես իմանաք եւ ունենաք գիտեք, ասենք համագործակցեք ինչ-որ մեկի հետ, բացի նրանից, որ դուք ունեք ձեր աշխատանքը, կարողանաք ստեղծել այնպիսի մի համագործակցություն, մեկ այլ աշխատանք համագործակցություն, որպեսզի եթե հանկարծ դուք դա կորցնեք, այնտեղ կամ դուք ձեզ մոտ ինչ-որ հարցեր, խնդիրներ առաջանան, ձեր գործընկերը կարողանա այդ հարցերը կարգավորել եւ դուք այնպես չլինի, որ մնաք ձեռնունայն։ Այսինքն ես ձեզ նախապես զգուշացնում եմ, որ փորձեք ինչ-որ մեկի հետ համագործակցել, այդպես սա ուրեմն սիրելի առույցներ ձեզ համար եւ օգոստոսի արդեն սկզբներին կամ երկրորդ դեկադայում Մերկուրին է մտնելու ձեր նշան, ինքն էլ հենց հնարավոր է ապահովի, ձեր արդեն անձնական քարտեզով է պայմանավորված, որոշակի հանդիպումներ կազմակերպեք, եղեք շատ ակտիվ, հանդիպումներ կազմակերպեք, ինչ որ փոփոխություններ, ինֆորմացիան կարող է ձեզ համար շատ կարևոր լինել, ուշադիր եղեք, որովհետեւ դա կարող է ձեզ օգնել ինչ որ մի նոր այլ ձեռքբերումների համար, այլ գործարքների համար եւ այլն, հանդիպումներ կլինեն միանշանակ եւ միգուցե հիմա պայմանավորվում եք, հետո արդեն դա կարող եք իրականացնել եւ իհարկե ֆինանսական հարցերը եւս կքննարկեք աշխատանքի հետ կապված, որտեղ ոմանք նրանք ովքեր կկորցնեն ինչ որ ինչ պատճառներով դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա, ուստի արդեն մեկ այլ աշխատանքի կամ աշխատանքում մեկ այլ, ասենք, ճյուղ տեղափոխվելու, եւս մեկ աշխատանք ունենալու, որպեսզի եթե մեկը չստացվի, կարողանաք մյուսը իրականացնել։ Սրա մասին է խոսքը եւ ուրեմն այստեղ դուք կնայեք ձեր ֆինանսները եւ մյուս կարևոր իրադարձությունը դա այն է, որ դուք գիտեք օգոստոսին, կարելի ասել օգոստոս եւ սեպտեմբեր այդ ամիսներին կլինեն որոշակի դժվարություններ, որովհետեւ դուք պիտի բավականին այդպես ջանքեր գործադրեք, որ կարողանաք, ասենք, աշխատանքը հունի մեջ գցել, այսպիսի դժվարություններ կլինեն ձեզ մոտ, այնպես որ ուշադիր եղեք, սիրելի առյուծներ եւ չմոռանամ Վեներայի մասին նշել, որովհետեւ Վեներան կմտնի կշռքի նշան, այստեղ հնարավոր է, որ գիտեք, հանդիպումներ ունենաք ձեր ընկերների հետ, բարեկամների հետ, ավելի շատ լինեն հանդիպումները, քննարկումը, ֆինանսական հարցեր հնարավոր է, որ դուք իրենց հետ քննարկեք, բոլոր դեպքերում այստեղ դրական արդյունք կունենաք, որովհետև ձեզ մոտ կուտակվում է դրական էներգիան կամ կարելի ասել ունեք այստեղ 6-րդային ասպեկտացիա, այնպես որ ամեն ինչ լավ կլինի եւ իհարկե ինչպես որ ասացի 23-ին արևը դուրս է գալու ձեր նշանից սիրելի առյուծներ եւ կտեղավորվի ձեր ֆինանսների տանը, ամեն դեպքում ես ձեզ կհորդորեի, որ դուք ուշադիր լինեիք, մասնավորապես
մասնավորապես օգոստոսի ուրեմն երրորդ դեկադայից սկսած 20-ից հենց օգոստոսի 20-ից սկսած այստեղ ուշադիր եղեք անպայման իհարկե ձեր անձնական քարտեզը այստեղ հիմնականում ցույց կտա բոլոր դեպքերում այդ օրերին մինչև 27-28, այսինքն արևը արդեն մտել է կույսի նշան, այդ ժամանակահատվածը ընդհուպ գիտեք մինչև ամսվա վերջ որոշակի դժվարություններ կլինեն, նշեցի արդեն այդ օրվանից սկսված, ուշադիր եղեք, կլինեն որոշակի դժվարություններ եւ 28-ին արդեն օգոստոսի փաստորեն այդ ժամանակահատվածն է լինում Հայաստանի ժամանակով առավոտյան 8:18 րոպե 20 վայրկյան 5 աստիճանում ձկան նշանում տեղի ունենալու մասնակի խավարում լուսնի դա ձեր ֆինանսներն են միգուցե կարողանաք գիտեք հնարավոր ինչ-որ բան վաճառեք եւ ասեն կարողանաք ինչ-որ ֆինանսական հարցեր թեկուզ կարգավորել այսպիսի իրավիճակ է, այնպես որ ես ձեզ զգուշացնեմ, որ այս խավարման ընթացքում այսինքն եւ արևի խավարումը եւ միջանցքը, այսինքն 12-ից օգոստոսի մինչեւ օգոստոսի վերջ, այսպես ասենք, խավարման միջանցքում են գտնվելու սիրելի առյուծներ, դա ձեզ վերաբերում է, ինչպես որ ասացի, ձեր նշանում է լինելու արևի խավարումը, ուշադիր եք լինում ձեր առողջության նկատմամբ, չեք չարաշահում ուրեմն արևի անմիջական, ուրեմն ճառագայթների տակ գտնվելը եւ փորձում եք հետևել սննդակարգին, ընդհանրապես ամռանը ավելի թեթևացնում ենք սննդակարգը եւ շատ ավելի քիչ եք սնվում, որովհետեւ դա բնականաբար շատ ավելի օգտակար է կարող եք եւ քաշ գցել եւ այդպես ավելի ձեզ լավ ու թեթև եք զգում, ինչքան քիչ ուտել ամռանը, այնքան ավելի լավ մրգեր, հիմնականում մրգեր ձեր սննդակարգում ներառեք, ինչ եմ սա նշում, որովհետև խավարման ժամանակ եւ ընդհանրապես երբ ջերմաստիճանը բարձր է լինում, շատ կարեւոր է հետևել սննդակարգին։ Չնայած ինքնաբերաբար այդ ժամանակ արդեն ախորժակը փակվում է, բայց բոլոր դեպքերում փորձում ենք ավելի օգոստոս ամիսը կոնկրետ շատ քիչ սնվել եւ հիմնականում բավարարվել մրգերով, բանջարեղեններով եւ վերջ։ Այսինքն խմորից, որքան հնարավոր է խմորից հեռու պետք է մնալ եւ իհարկե նշեմ նաեւ որ օգոստոսի վերջին Մերկուրին դուրս է գալու ձեր նշանից եւ ինքը ձեր ֆինանսների տան լինելու որտեղ ինքը իր նշանում է ինքը բավականին ուժեղ է ինքը նախ գտնվում է ինչ որ առումով ֆինանսների տանը եւ իր նշանում, հա, այսպես այդ երկուսը միասին եւ այսինքն հնարավոր է որ դուք կարողանաք ինքը հնարավորություն կտա որ ճիշտ հաշվարկել թե ձեր աշխատանքի հետ կապված դե ֆինանսների հետ կապված ինչ եք կորցնում, ինչ եք նոր աշխատանք ձեռք բերում, ինչ նոր պատվեր եք ձեռք բերում, եթե սպասարկման ոլորտում եք մասնավորապես, ահա այսպիսի իրադարձություններ կլինեն եւ նոր գործ չենք սկսում անպայման, նշանակություն չունի որ արևի խավարումը դա նույն ինքը նորալուսինն է, սկիզբ է, դա չի շանկում մենք նոր գործ ենք սկսելու եւ ես խորհուրդ կտայի պարզապես հանգստանալ ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին դա շատ ավելի կարևոր է եթե իհարկե ձեր ծանրաբեռնվածությունը դա թույլ է տալիս նույնիսկ եթե մի փոքր ժամանակ ունենում եք ուրեմն այն նվիրեք հանգստին դա շատ կարևոր է այս ժամանակահատվածում որպեսզի այդպես ծանրություն չլինի սրտին որտեղ յուրաքանչյուր արևի վատ խավարում ինքը առաջին հերթին հարվածում է սրտին այդտեղ են դժվարություններ լինում որովհետև շնչառությունը երբ դժվարանում է դա անմիջապես ազդում է սրտի վրա եւ այլ այդ շոկը հա դրա համար հիմնականում առաջանում են սրտի խնդիրներից նրանք ովքեր ունեն պետք է զգուշ լինեն առավել եւս պետք է օգոստոսը նվիրել հանգստին այսքանը սիրելի առյուծներ հիմնական իրադարձությունները
Սրանք էին եւ իհարկե հիշեցնեմ, որ Յուպիտերը ձեր նշանում է, օգտվեք այդ հնարավորությունից եւ իհարկե ձեր քարտեզը կարող է ցույց տալ, ոմանք կարող են որոշակի գումարներ ներդնել, ինչ որ միտեղ կորցնել եւ ոմանք ընդհակառակը կարող են ինչ որ այդպես հաջողություններ ունենալ, բայց ամենայն դեպս սա հիշեք, որ այն ինչ որ միտեղ կընդունվեք սովորելու, ինչ որ մի բան ձեռք կբերեք, հիշեք, որ դա դուք երկար չեք օգտագործելու, դա այդպես ուղղակի գումար կծախսեք այդ ամենի վրա, բայց դուք դա չեք օգտագործի, դա ուղղակի կյանքը կդասավորվի այնպես իրավիճակ իրադարձությունները, որ դուք այլևս դա չեք օգտագործելու, սա ուրեմն նկատի ունեցեք այս իրավիճակը եւ փորձեք ճիշտ կողմնորոշվել այսքանով ուրեմն ես ավարտեմ, ուշադիր եղեք այս 2 տարին ձեզ համար լինելու է ճակատագրական տարի, հնարավոր է որոշակի բաց թողումներ ունենաք, հնարավոր է որոշակի ձեռքբերումներ ունենաք, դա ձեր անձնական քարտեզն է, ներողություն, ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, այնպես որ ապավինեք ձեր պարտներներին, ձեր ընկերներին, որովհետև այստեղ դուք իրենց օգնության կարիքը այս 2 տարում ունենալու եք։ Այսքանը լավ եղեք, գրեք անպայման տպավորությունների մասին, ինչպես եք անցկացնելու, ինչպես անցկացրեցիք, ավելի ճիշտ օգոստոսին արդեն կարող եք գրել խավարման միջանցքը, խավարումը ինչ բերեց ձեզ եւ այլն եւ անպայման չմոռանաք լայքել իմ հիմնական հետևորդներ եւ այսպես մենք կհանդիպենք հաջորդ ամիս, լավ եղեք, առայժմ ձեզ լավ, հանգստացեք, սիրելի առյուծներ, այսքանը, առայժմ